Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Առաջիկա րոպեներին դիտեք։ Վարարած Փամբակում երկրորդ օրն է շարունակվում է վանաձորցի քույրերի որոնումը։ Արդեն երկու անգամ գնացել ենք, եկել ենք մի հատ մասերի բաժանված։ Դատախազությունը մտադիր է Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրել, թե ինչ գործով հայտնի չէ, կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է համաձայնություն տա։ Ընդդիմադիր 5 ուժեր ընտրությունների արդյունքները կվիճարկեն սահմանադրական դատարանում։ Ընտրակաշառքով ընտրված խորհրդարանի մասին խոսող իշխանությունը չի շտապում ասել գնալու են սահմանադրական դատարան։ Այս պահի դրությամբ մեր օրենսդրությունը բավականաչափ հստակ չի։ Ինչի շուրջ են պայմանավորվել Միացյալ Նահանգներն ու Իրանը, Թրամփը հայտարարել է նախնական համաձայնագրի ստորագրման մասին։ Ֆիդանն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական թեման։ Դիտորդներն ահազանգում են Նուբարաշենի բանտի պայմաններն անմարդկային են։ Որակենք դա խոշտանգմանը հավասարեցված վերաբերմունք է։ Նախ լորի տեղափոխվենք, Վանաձորում երեկվանից փնտրում են 13-ամյա Նարինեին և 7-ամյա Նանեին։ Քույրերին ըստ տեղեկությունների տեսել են հետիոտնային անցմանը որպես այլընտրանք օգտագործվող Փամբակ գետի վրայի խողովակով հանդիպակաց թաղամաս, սոցիալապես անապահով երեխաների համար նախատեսված կենտրոն գնալիս։ Գետը հորդառատ անձրևներից հիմա ջրառատ է ու երկրորդ օրն է հարյուրավոր փրկարարներին, ոստիկաններին ու ջրասուզակներին նրանց հետքը գտնել չի հաջողվում։ Վարարած Փամբակ գետում շարունակում են որոնել 13-ամյա Նարինեին և 7-ամյա Նանեին։ Փրկարարներին երկրորդ օրն է դեռ չի հաջողվել որևէ հետք հայտնաբերել։ Որ հատվածներում է արվում հիմա որոնողական աշխատանք։ Բոլոր հատվածներում բաժանատամասերի Արդեն երկու անգամ գնացել ենք, եկել ենք մի հատ մասերի բաժանված, համարյա մի 10 քանի կիլոմետր արդեն գնացել ենք։ Ու լա գնալու եք, էլի մինչև ուշ երեկո։ Ոչ մի հետ չկա։ Դեման են գալիս էլի։ Վանաձորյան բարձրահարկի առաջին հարկում այսօր փրկարարներից լուրի սպասող ընտանիքին առայժմ միայն հարազատներն ու շտապ օգնության բժիշկներն էին այցելում։ Շիրակի մարզից 2 տարի առաջ Վանաձոր տեղափոխված մայրն այստեղ ապրում է 5 երեխաների հետ։ Նրանցից 4-ը Վանաձորի թիվ 7 դպրոցի աշակերտ են։ Ամռանը գետից այն կողմ հանդիպակաց թաղամաս են գնում սոցիալապես անապահով երեխաների համար նախատեսված օրրան կրթական կենտրոն հաճախելու համար։ Նորմալ հաճախող երեխաներ են, պատճառ երբևէ դպրոցից բացակայած չկան, միշտ մաքուր, միշտ կոկիկ, միշտ ուշադրության կենտրոնում, ծնողը հասցնում էր ամեն ինչ, թեպետ սոցիալապես անապահովել էր, բայց ինքը մի քանի տեղ էր աշխատում։ Վանաձորի բնակիչները պատմում են, որ գետի մյուս ափում գտնվող թաղամաս հասնելու համար մարդիկ հաճախ են օգտվում գետի վրա դեռ խորհրդային տարիների շինարարությունից մնացած խողովակից։ Թեև դրանից քիչ վերև կամրջակ կա, բնակիչներից շատերը նախընտրում են անցնել մոտ 15 մետր երկարության խողովակի վրայով, քանի որ այն ավելի է կարճացնում Վանաձորի կենտրոն տանող իրենց ճանապարհը։ Երեխեք իրոք էլի տեսնում եք, որ գնում խոսում ենք, մենք քանի անգամ դաժը խոսացել եմ, ծնող ասել է, թող անցնեն, թող սովորեն։ Բա եղել է որ ծնողներ, ես խոսացել եմ, ճվացել եմ, ամուսինս բաղջից է եկել ճվացել է, որ մի կանցնի։ Բայց այդ երեխաները կոնկրետ այստեղով չեն գնացել, նոր մայրն ասում էր մի անգամ փորձել են եւ ինքը զգուշացել է, որ այդ ճանապարհով հանկարծ չգնա, որտեղ իրենց տանից ավելի հարմար են կառուցված կամրջով գնալը։ Գետի անմիջապես դիմացի տան բնակիչ Գոհար Մկրտչյանն ասում է, ինքն էլ իր 75 տարեկան հասակում հաճախ անցնում է կամուրջ դարձած խողովակով Վանաձորի ավտոկայան ավելի շուտ հասնելու համար։ Բայց եթե գետն այսքան կատաղի չէ, ինչպես վերջին ամիսներին ասում է։ Մենք բոլորս էլ անցնում ենք բայց 4 ժամանակ, իջած ժամանակ, ոչ թե սենց։ Մենք արդեն 2-3 ամիս մենք այդ գետի երեսը չենք տեսնում, տրուբի երեսը, մի մետր բարձրացել էր տրուբից։ Ջուրը նստած ալում, մենք ազատ գնացել եկել ենք, ազատ։ Այսինքն այս ամեն դեպքում ձեզ համարել է հիմնական ճանապարհ, էլի։ Հա, ոնց որ օգտագործել ենք, ճիշտ է, ապես։ Կարճ է, հասկանում ես, բայց
խոնավա թաց ա եղել դրուպել, թաց ա եղել, ու եղի ոտները սոթաթը ընկել են։ Բայց ընդհանրապես մի 500 մետր կարան վերև բարձրանան ու Հա, կարող են գնան ընտեղից, հա, ու չնգնեին էլ երեխեքը, մատղաշեն երեխեքը ազես։ Մոտերքում ապրող բնակիչները հիշում են անցած տարիներին բազմաթիվ ողբերգական դեպքերի է հասցրել այս չարաբաստիկ խողովակը, որը տեղացիների երբևէ չի արգելափակվել։ Ոնց որ մեկն ա փրկվել, մեկը։ Այդ կուտղա երեխայից մեկն ա փրկվել, մեկին չկա։ Այդ մեկ մի հատ էլ ուրիշ ա փրկվել, այս կարինես որ կարեն որ հանեց։ Հա, այդ էլ երկու տղա 7 տարեկան եւ 8 տարեկան։ Այդ իմ հարևանս փրկեց, մտավ ջրի մեջ հանեց։ Այդ մեկն էլ 40 տարեկան։ Ընկավ, մի ամիս մնաց ջրի տակ, մի ամիս մնաց ջրի տակ ազես։ Ու հանեցին տարան թաղեցին։ Մի հատ էլ ընկել էր 3 տարեկան երեխա ասես ջան, այդ էլ գնացել էր փամբակ, մի հատ կոտրված մեքենա կար, գցել էին ջուրը, այդ մեքենի մեջ էր մտեում մնացել էր այդ մեքենայի մեջ այդ տիակը։ 3 տարեկան երեխա, այդ էլ ջոկ հա։ Հետ եղել է որ փակեն այս ճանապարհը, չկարենա գնալ։ Չէ։ Ես 52 տարի էստեղ եմ, ես այլ բան չեմ տեսել։ Չի եղել փակ։ Չէ, ասես ջան։ Շորոշոտկա չի եղել։ Ոչ մի անգամ չեն Չի եղել, չէ, ոչ մի անգամ։ Դեռ խորհրդային տարիներին այստեղ սկսված Վերգետնյան մեծ կամրջի շինարարությունն այդպես էլ կիսատ է մնացել։ Որևէ իշխանություն իր ծրագրերում քաղաքի երկու գլխավոր հատվածներն իրար կապող կամրջի շինարարությունն ավարտին հասցնելու մասին չի խոսել։ Իսկ արդյոք այզմի ողբերգությունից հետո էլ աղետաբեր խողովակը կշարունակի տեղում մնալ, հայտնի չէ։ Այս նույն շենքի բակում, ուր ապրում է ողբերգություն ապրող ընտանիքը, մի հուշաղբյուր կա։ Տեղացիները պատմեցին 6 տարեկան Արարատը 30 տարի առաջ նույն այս խողովակից է ընկել ու խեղդվել փամբակի ալիքների մեջ։ Դատախազությունը դիմել է կենտրոնական ընտրական հանձնաժողով Հայաստան դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու համաձայնություն ստանալու։ Թե ինչ գործի շրջանակներում դատախազությունը դեռ չի հստակեցնում, Քոչարյանն ինքն էլ պնդում է տեղյակ չէ։ Մինչ դատախազությունը չի մանրամասնում, թե Քոչարյանին ինչ գործով է ուզում մեղադրանք առաջադրել, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը քիչ առաջ տարածած հայտարարությամբ գործը կարած որակեց։ Նախորդին ազգային անվտանգության ծառայությունը թույլ չէր տվել Քոչարյանին լքել երկիրը։ Կիրակի օրվանից չէին պարզաբանում ինչ հիմնավորմամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի խոսնակը Ազատությանը փոխանցեց Քոչարյանի եւ ընդդիմադիր Հայաստան ու ուժեղ Հայաստան դաշինքներից падգամավորի եւս 4 տեխնացուների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու դատախազության միջնորդությունները հանձնաժողովը կքննարկի վաղը դռնփակ նիստում։ Վարչապետ Փաշինյանը դեռ քարոզարշավի ընթացքում է խոստացել բանտ նետել իր քաղաքական հիմնական հակառակորդներին, նրանց թվում նաև Ռոբերտ Քոչարյանին, որոնց պարբերաբար մեղադրում է ընտրակաշառքով ընտրվելու համար։ Շարունակելով հետընտրական զարգացումների թեման, հունիսի 7-ի ընտրություններին մասնակցած 18 ուժերից 5-ը մտադիր են սահմանադրական դատարանում վիճարկել քվեարկության արդյունքները։ Իշխանությունն ընդդիմադիր հիմնական հակառակորդներին ընտրակաշառքով ընտրվելու, ընդդիմադիրները Փաշինյանին վարչական ռեսուրսով եւ ռեպրեսիաներով ձայներ ստանալու մեջ են մեղադրում։ Դիմումներն այս ուրբաթ պետք է տանեն, տեսնենք ինչ են այնտեղ գրում։ Ինչու մեղադրվում էին նախկին իշխանությունները, տասնապատիկ ավելի շատ մենք տեսել ենք այս իշխանությունների օրոք 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների նախօրյակին։ 5 ընդդիմադիր ուժեր ընտրությունների արդյունքները կվիճարկեն սահմանադրական դատարանում։ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստանից, Ռոբերտ Քոչարյանի Հայաստան դաշինքից, Գագիկ Ծառուկյանի ԲՀԿ-ից եւ Վարդան Ղուկասյանի ԴՕԿ-ից բացի այսօր սահմանադրական դատարան դիմելու մասին հայտարարեց նաեւ նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի միասնության թևերը։ Վերջինս նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովում էր վիճարկել ընտրությունների արդյունքները։ Թաթոյանի առաջնորդած ուժը հունիսի 7-ի ընտրություններում ստացել էր շուրջ 33,000 ձայն դուրս մնալով խորհրդարանից։ Նախընտրական ամբողջ process-ի ընթացքում ընտրողների վրա, մեր քաղաքացիների վրա գործադրվել են, կիրառվել են այնպիսի միջոցներ, հատկապես իշխող քաղաքական ուժի մասին է խոսքը, քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ պետական ապարատի, որ ընտրողները չեն կարողացել ազատ արտահայտել իրենց կամքը ընտրատեղամասերում, այսինքն բառացիորեն խախտվել է սահմանադրությամբ
պաշտպանվող ընտրության ազատությունը, այսինքն ընտրությունները չեն եղել ազատ եւ հավասար։ Միասնության թևերի ղեկավար Արմեն Գալստյանն ու քաղաքական ուժի ներկայացուցիչ Լիպարի Դրմեյանը այսօր հրավիրած ասուլիսում աննախադեպ որակեցին ԿՊ-ի կողմից պետական եւ վարչական ռեսուրսի կիրառումը, ինչի ապացույցներից մեկն էլ ըստ նրանց նախընտրական շրջանում պետական ծառայողներին բաժանված պարգևավճարներն էին։ Իշխանությունը պարգևավճարը բաժանեց այս մարտին, երբ դեռ չէր մեկնարկել նախընտրական քարոզարշավը, դրա համար հատկացնելով ավելի քան 12 միլիոն դոլար։ Մինչ փորձագետները քաղաքական կոռուպցիայի ռիսկ էին տեսել, վարչապետ Փաշինյանը հակառակը այս որոշումը դիտարկել էր հենց կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում, որ ցածր վարձատրվող պետական աշխատողները չգայթակղվեն կաշառքով։ Ընդդիմադիր ուժի անդամները պարգևավճարներից բացի այսօր մատնանշեցին նաև քարոզարշավի ընթացքում իրենց կողմից հրապարակված զայնագրությունները, համաձայն որոնց տարբեր ուսումնական հաստատությունների ղեկավարների ստիպում էին հավաքագրել մարդկանց եւ տանել ԿՊ-ի նախընտրական հավաքներին։ Նախընտրական քարոզարշավի ամբողջ ընթացքում աննախադեպ ծավալի վարչական ռեսուրս է օգտագործվել։ Եթե վարչական համայնքի ղեկավարները, եթե ավականին նվիրատվություններ են իրականացնում անշարժ գույքի, հողամասերի, ֆինանսական միջոցների, ազատում են անձանց գույքահարկից, այլ ներողություն, բարեգործությունն ու ընտրակաշառքը չակերտավորել ինչպես է լինում։ Ռեսուրսի չարաշահում, ռեպրեսիվ մեխանիզմներ, աննախադեպ ֆինանսների օգտագործում քաղաքացիական պայմանագրի կողմից, որը այդպես էլ արտացոլված չէ, ռեալ կերպով արտացոլված չէ նախընտրական հիմնադրամ, այս արդյունքը կոմուլյատիվ բերել է նրան, որ այո, մեր ձայները նվազել են։ Սահմանադրական դատարան դիմելու մասին է հայտարարում նաև ԱՄՆ-ում անազատության մեջ գտնվող դոգմականնով նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի դոկը։ Կուսակցության ցուցակում ընդգրկված փաստաբան Լևոն Բաղդասարյանը ազատությանը փոխանցեց, որ սահմանադրական դատարանից պահանջելու են անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։ Դոկը ընտրություններում ստացել էր ավելի քան 25,000 ձայն, դարձյալ դուրս մնալով խորհրդարանից։ Ինքոմ դիմի դրված է ինչպես վարչական ռեսուրսը, տոտալ ձևով իրականացված, ունենք համապատասխան ապացույցներ բնականաբար կներկայացնենք, նաև դրված է տոտալ ընտրակաշառքի բաժանումը։ Իսկ դուք նշելու եք ձեր հայցում ընտրակաշառք բաժանողներն ովքեր են եղել, դուք ունեք ապացույցներ, իշխանությունն է բաժանել, ընդդիմությունը ով։ Մենք ունենք ապացույցներ եւ կներկայացնենք։ Այսինքն ընտրությունները ազատ չէին, արդար չէին եւ թափանցիկ չէին։ Գնացինք առաջ։ Խորհրդարան չանցած ուժերից Էդմոն Մարուքյանի Լուսավոր Հայաստանը թեև չի ճանաչում ընտրությունների արդյունքները, պնդելով, որ մեջբերում եմ ձևավորվող խորհրդարանը լեգիտիմ չէ, բայց սահմանադրական դատարան չի դիմի։ Լուսավոր Հայաստանը ընտրություններում ստացել է շուրջ 7000 ձայն։ Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի անվան սահմանադրական դատարան դիմելը նպատակահարմար չենք համարում։ Մենք համոզված ենք, որ դատական իշխանությունը անկախ չէ եւ ամբողջությամբ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին։ Հայաստանի Հանրապետության կառավարությանը եւ ժողովրդին եւ քաղաքական մեծամասնությանը ոչինչ չի խանգարում կենտրոնանալ Հայաստանի Հանրապետությունում քրեական օլիգարխիան ներառյալ ընտրակաշառք բաժանող ուժերի արմատախիլ անելու գործընթացով եւ այդ գործընթացը կարող եմ ասել, որ արդեն իսկ սկսված է։ Մինչ իշխանությունը հերքում է վարչական ռեսուրսի չարաշահման մասին ընդդիմության պնդումները, մեղադրելով իր քաղաքական հակառակորդներին ընտրակաշառքով ընտրվելու մեջ, սահմանադրական դատարան դիմել պատրաստվող ընդդիմադիր ուժերը մարտավարական առումով չեն բացահայտում, թե իրենց հայցադիմումներում ինչ շեշտադրումներ են անելու։ ՍԴ-ից պահանջելու են ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչել եւ մանդատների բաշխման նոր կարգ սահմանել, թե ընտրությունների երկրորդ փուլ նշանակել։ Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն բարձրագույն դատարանը կամ պետք է անփոփոխ թողնի ընտրությունների արդյունքների մասին կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը կամ անվավեր ճանաչելով այն 3 հնարավոր որոշում կայացնի։ Առաջինը՝ անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, երկրորդ՝ անվավեր ճանաչել եւ սահմանել մանդատների բաշխման կարգ եւ երրորդ՝ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ։ Իդեպ ընտրությունների երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտության մասին առաջինը խոսել էր Ուժեղ Հայաստանի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ Կդիմենք սահմանադրական դատարան, ասեցի արդեն, առաջարկում ենք երկու պայման։ Նոր ընտրություններ, երկրորդը երկրորդ փուլ։ ԲՀԿ-ից առայժմ եւս փակագծեր չեն բացում։ Փաստաբան Արա Մորբելյանն ասաց, թե դեռ աշխատում են հայցի վրա։ Ավելի քան 58000 ձայն ստացած Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը 3 ընտրատեղամասերում ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու հետևանքով դուրս մնաց խորհրդարանից։ Հաջորդ խորհրդարանի լեգիտիմությունը կասկածի տակ դնող իշխանական քաղաքացիական պայմանագիրը չի շտապում հստակեցնել։ Սահմանադրական դատարանում վիճարկելու են ընտրության արդյունքները։
Այս պարզ հարցը առաջանում է հենց նրանց պնդումներից, չնայած վճիռների բացակայությանը համոզված հայտարարում են, թե ընդդիմադիրներն ընտրակաշառքով են ընտրվել։ Իշխող քաղաքացիական պայմանագիրը կասկածի տակ է դնում ընդդիմության քվեների լեգիտիմությունը, բայց սահմանադրական դատարան դիմելու հարցով հստակ դիրքորոշում չի հայտնում։ Չնայած իշխանական թիմի պնդումներին, թե ընդդիմությունը ձայների հիմնական մասը ստացել է ընտրակաշառքով, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ասում է, իրենք դեմ են հունիսի 7-ի ընտրության արդյունքների չեղարկմանը եւ նոր ընտրությունների նշանակմանը։ Մենք ընդհանրապես կարծում ենք, որ ի սկզբանե այդ ուժերը պետք է ուղղակի դրանց գրանցումը չեղել համարվել, որովհետև իրենք ընտրակաշառք էին բաժանում, բոլորը տեսել են, հասկանում եք դա։ Ով որ պետքա չեղյալ համարեր, կոնկրետ այդ դեպքում եւի ԿՀ-ն, բայց ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, եթե հարցնում եք արդյոք մենք ուզում ենք, որ ընտրությունները չեղյալ համարեն, ոչ, որովհետև խորհրդարանական մեծամասնությունը լեգիտիմ է, մեր ստացած ձայները լեգիտիմ են եւ մենք ձևավորել ենք կառավարություն։ Ընդդիմադիր 3 ուժերի օգտին ավելի քան 5 միլիոն մարդ է քվեարկել։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից պնդում են, թե այս արդյունքի վրա էական ազդեցություն է ունեցել ընտրակաշառքը։ Խորհրդարան անցած ուժերից որևէ մեկը անցողիկ շեմը չէր հաղթահարի, եթե չլիներ ընտրակաշառքի, այդպես չի ստացվում։ Ստացվում է, որ մինչև 8% այդ երկու ուժերը ձայն կարող էին հավաքել, եթե մինչև 8%, եթե ընտրակաշառքի այդ գործոնը չլիներ։ Ընտրություններից առաջ իշխանական վերնախավը վստահեցնում էր 2026-ին քաղաքացիական պայմանագիրը հեշտությամբ հաղթահարելու է 50%-ի շեմը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անգամ պատրաստակամություն էր հայտնել այդ հարցով գրազ գալ բոլոր նրանց հետ, ովքեր կասկածում էին իշխանության հաղթանակին։ Ես ձեր հետ մարջ եմ գալիս, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը շատ ավելի շատ ձայն է ստանալու, քան 2021 թվականին։ Պատրաստ եք։ Մարջ են գալի, ասեք, դուք ասեք դուք ինչ եք ուզում, ես ասեմ ես ինչ եմ ուզում։ Չնայած բացարձակ թվերով քաղաքացիական պայմանագիրը հունիսի 7-ին ավելի շատ քվե է ստացել, քան 2021 թվականին, տոկոսային հարաբերակցությամբ արձանագրվել է վստահության նվազում։ 2021-ի 688 հազար քվեի դիմաց այս ընտրություններին իշխող ուժի օգտին քվեարկել է 727 հազար քաղաքացի, սակայն ընդհանուր տոկոսը 54-ից նվազել է, հասնելով 49,74%-ի։ Այս ցուցանիշների համար պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մեղադրեց ընդդիմությանը։ Ինչու չստացվեց ավելի տոկոսայինով ավելի շատ ձայն, որովհետև այն թիվը, որ նշում եք, դա մասնակցության արդյունքում է, բայց տոկոսայինով միևնույն է նվազել է վստահությունը։ Ես չեմ կիսում ձեր կարծիքը, կներեք, որովհետև իմ ընկալմամբ մեր ակնկալվող հենց թվով ձայներ էլ մենք ստացել ենք։ Տոկոսով դուք 49%։ Ուրիշ բան, որ ընտրակաշառքներով եւ արտերկրից բերված քաղաքացիների հսկայական ծավալներով այդ տոկոսը ընդհանուր հարաբերակցության մեջ պակասել է։ Բայց այնուամենայնիվ գերակնհայտ է, որ 680 հազար քվեի փոխարեն նախորդ ընտրությունների մենք ստացել ենք 726 հազար քվե։ Թե բացարձակ թվով, թե տոկոսային հարաբերակցությամբ այս ընտրություններին աճել են ընդդիմության ձայները։ Եթե 2021 թվականին խորհրդարան անցած Հայաստան եւ Պատիվ ունեմ դաշինքները միասին ստացել էին մոտ 336 հազար քվե կամ ընտրողների ավելի քան 26%-ի աջակցությունը, ապա այս անգամ Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի եւ Գագիկ Ծառուկյանի ուժերը միասին հավաքել են շուրջ 543 հազար ձայն, ստանալով ընտրողների մոտ 37,18%-ի քվեն։ Վերջնական արդյունքների ամփոփումից հետո Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չանցավ խորհրդարան։ Սա վճռորոշ եղավ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած քաղաքացիական պայմանագրի համար։ Կուսակցությունը խորհրդարանում կունենա պատգամավորական մանդատների 3/5-ը։ ՔՊ-ի համար մտահոգիչ չէ, որ դիտորդների կողմից ապօրինի որակված կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման արդյունքում իրենք ստացան 3/5-ը։ Օդում մշտապես ցավոք սրտի մնալու այն հարցը, թե ոնց ուժեղ Հայաստանը, Հայաստան դաշինքը եւ ԲՀԿ-ն հասան միջև արդյունքների ամփոփում ու ինչու նրանք ավելի վաղ նրանց մասնակցությունը չկասեցվեց այդ ընտրակաշառքի հսկայածավալ բաների բերումով։ Ձեր ասածը չեմ կարծում, թե ինչ որ մեկի հետաքրքիր, ավելի շատ հետաքրքիր է իմ ասած հարցը, որտեղ
առհասարակ կներեք, բայց ԲՀԿ-ն չպետք է հասներ արդյունքների ամփոփման փուլի, որ մի հատ էլ ասեր, օ իմ ձայները սենց մի հաշվի։ Իշխող ուժն առաջիկայում նախատեսում է օրենսդրական մի շարք նախաձեռնություններով հանդես գալ, որպեսզի ընտրակաշարք բաժանած ուժերը դուրս մնան քաղաքական գործընթացներից, կխստացնեն ընտրակաշարք տալու եւ վերցնելու պատժաչափերը, հնարավոր է արգելվի նաեւ Հայաստանից բացակայողների քվեարկությունը։ ՔՊԱ-ականները չեն բացառում, որ այս փոփոխությունները կընդունեն մինչև նոր խորհրդարանի ձևավորումը։ Աննա Հակոբյանը վերադարձել է հանրային ակտիվ գործունեությանը։ Քարոզարշավի ընթացքում վարչապետ ամուսնուն չուղեկցեց։ Բարձրաստիճան պատվիրակությունների այցի ժամանակ նրան չտեսանք։ Կառավարական ամառանոց վերադարձի մասին հրապարակավ չտեղեկացրեց, ինչպես հեռանալու մասին օրինակ։ Ինչպես արդեն հայտարարել էի, իմ եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունը ավարտվել է։ Աննա Հակոբյանը, որ 4 ամիս առաջ ազդարարեց Նիկոլ Փաշինյանից բաժանվելու կառավարական ամառանոցը լքելու մասին, ընտրություններից հետո վարչապետի տիկնոջ կարգավիճակով վարչապետի որոշմամբ գործուղվում է Նյու Յորք։ Հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը Նյու Յորքում մասնակցելու է առաջին տիկնանց համաշխարհային 4-րդ ամենամյա միջոցառմանը։ Այսօր փետրվարի 25-ին ես լքում եմ կառավարական առանձնատունը, ես տեղափոխվում եմ վարձակալած բնակարան։ Առաջին տիկնանց միջոցառմանը մասնակցող Աննա Հակոբյանը, թե երբ վարձով տնից վերադարձավ կառավարական ամառանոց ու ակտիվացավ որպես վարչապետի տիկին, ժողովրդին այս մասին դեռ չի պատմել։ Վարչապետն էր լրագրողներին ասել, որ այդ ուղղությամբ ջանքեր է գործադրում։ Նաև ջանքեր եմ գործադրել, որպեսզի ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա եւ ուրախ եմ, որ դա տեղի է ունենում եւ ուրախ եմ, որ եւս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի։ Հակոբյանը երեք ազդարարեց իր կրթվել է նորաձև է շարժման երկրորդ փուլի մասին։ Մենք այսօր քննարկելու ենք եւ կհաստատենք կրթվել է նորաձև է համապետական շարժման ռազմավարական պլանը 2026-2030 թվականների համար։ Մինչև ընտրությունները Աննա Հակոբյանը Փաշինյանի ու ՔՊԱ-ականների հետ մեկ անգամ Գյումրիում երևաց, մեկ անգամ էլ ասուլիս հրավիրեց։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում վարչապետի հետ չէր շրջում, տեսանյութեր էր հրապարակում իր երևանյան զբոսանքներից։ Իմ քայլը բարեգործական հիմնադրամի տնօրեն Հակոբյանը կառավարական ամառանոցը լքելու մասին պատմելիս չէր բացառել, որ քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել, որպես այդ հիմնադրամի տնօրեն։ Կյանքը գուցե եւ հնարավոր է այդպեսի զարգացում, ինչ արած։ Իմ քայլը հիմնադրամը ընտրություններից ամիսներ առաջ բարեգործական ծրագրեր էր անում։ Ընդդիմադիրները ահազանգում էին նախընտրական փուլում բարեգործության արգելքի խախտման մասին, բայց Փաշինյանի կնոջ ղեկավարած հիմնադրամը կանգ չառավ։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հայտարարեց, ուսումնասիրում են ահազանգերը, հետո էլ թե որևէ վարույթ հարուցելու հիմքեր չեն գտել։ Խախտումների մասին ահազանգել ու դատարան է դիմել անկախ դիտորդ դաշինքը։ Դաշինքում համարում են, որ հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու Աննա Հակոբյանի կերպարը ասոցացվում են իշխող քաղաքական ուժի հետ եւ այդ դեպքում նախընտրական շրջանում բարեգործությունը օրենքի խախտում է։ Պահանջում են վարչական պատասխանատվության ենթարկել հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանին։ Մենք համարում ենք, որ դա հանդիսանում է վարչական իրավախախտում։ Անկախ դիտորդ կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն ասաց, շուրջ 15 հայց է ներկայացրել։ Դատարանն օրեր առաջ վարույթ է ընդունել։ Նիստերը կսկսվեն աշնանը։ Փաստերը նրա մասին են, որ Իմ քայլը հիմնադրամի ոչ գործադիր տնօրենը, ոչ հոգաբարձուների մեջ գտնվող անձինք չեն հանդիսանում այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցիչներ, անդամներ։ Աննա Հակոբյանը դեռ ապրիլին էր հայտարարել, որ փաստաբանների հետ քննարկում է անկախ դիտորդի դեմ հակընդդեմ դատական հայց ներկայացնելու Դանիել Իոաննիսյանի դեմ քրեական գործ հարուցելու հաղորդման հնարավորությունը իր ղեկավարած հիմնադրամի գործարար համբավին հասցրած վնասը հատուցելու պահանջով։ Արդյոք դիմել են դատարան։ Դանիել Իոաննիսյանն ասաց, որևէ հայցադիմումի մասին տեղեկություն չեն ստացել։ Հիմնադրամից չհաջողվեց ճշտել։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Ինչի շուրջ են պայմանավորվել Միացյալ Նահանգներն ու Իրանը, Թրամփը հայտարարել է նախնական համաձայնագրի ստորագրման մասին։ Ֆիդանն ու Լավրովը քննարկել են հայ-ադրբեջանական թեման։
Դիտորդներն ահազանգում են Նուբարաշենի բանտի պայմաններն անմարդկային են։ Որակենք դա խոշտանգմանը հավասարեցված վերաբերմունք է։ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատումը կարող է նոր դռներ բացել։ Այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է թուրքական դիվանագիտության ղեկավար Հական Ֆիդանը, նշելով հարաբերությունների կարգավորման գործընթացը գոհացնում է իրենց։ Այդ երկրների միջև ըստ էության խաղաղություն է հաստատվել եւ այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը գործնական դրսևորումներ են ստանում, ասել է Թուրքիայի արտգործնախարարը։ Ֆիդանը նաեւ պնդել է, որ Անկարայում վստահ են Հարավային Կովկասում առկա խնդիրները պետք է լուծվեն մեջբերեմ հարևան տարածաշրջանային պետությունների մասնակցությամբ։ Վաղվանից մեկ շաբաթ Հայաստանում կանցկացվի ամենամյա արծիվ գործընկեր 2026 զորավարժությունը։ Հայ-ամերիկյան զորավարժությանը մասնակցելու են առավելապես Հայաստանի զինված ուժերի խաղաղապահ բրիգադի մասնակիցները, նաև Եվրոպայում եւ Աֆրիկայում Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի եւ Կանզասի ազգային գվարդիայի, նաև Ֆրանսիայի, Հունաստանի զինված ուժերի զինծառայողները, հայտնել են Պաշտպանության նախարարությունից։ Հաղորդվում է, որ զորավարժության ընթացքում կանցկացվեն խաղաղապահ առաջադրանքների նախապատրաստման եւ իրականացման վարժանքներ։ Այժմ միջազգային գլխավոր թեմայի Միացյալ Նահանգների Իրան հաշտության մասին նախագահ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանի հետ նախնական համաձայնագիրը արդեն իսկ ստորագրվել է։ Նաև ենթադրել, որ մանրամասները շատ շուտով կհրապարակվեն։ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև կնքված շրջանակային համաձայնագիրը հստակ սահմանում է. Թեհրանին երբեք թույլ չի տրվի միջուկային զենք ստեղծել, հայտարարել է Դոնալդ Թրամփը։ Ֆրանսիայում մեծ յոթնյակի գագաթնաժողովի շրջանակում Կատարի շեյխի հետ հանդիպմանն ԱՄՆ նախագահն ասել է, որ սա իրեն մտահոգող գլխավոր հարցն է։ Անկեղծ ասած միակ բանը, որ արժե նշել եւ որ իրոք կարեւոր է ինձ համար, այն է, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա եւ փաստաթղթում այդ մասին ասվում է հստակ եւ միանշանակ։ Նրանք չեն մշակելու, չեն գնելու միջուկային զենք, ոչինչ չեն անելու դրա հետ, իսկ եթե անեն, հետևանքները կլինեն անհավանական։ ԱՄՆ նախագահը կրկին քննադատել է Իսրայելի ղեկավարությանը Վաշինգտոն-Թեհրան գործարքից առաջ Լիբանանում Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլահին հարվածելու համար։ Սպիտակ տան ղեկավարն ասել է, որ Իսրայելի վարչապետի հետ հիանալի հարաբերություններ ունի, սակայն հավելել է, որ նա պետք է ավելի պատասխանատու լինի Լիբանանի հարցում, քանզի Իսրայելի գործողությունները կարող են խանգարել ԱՄՆ-Իրան գործարքին։ Ոչ, ես դժգոհ եմ, թե ինչ վարքագիծ է դրսևորել Իսրայելը, ինչպես է կարգավորել Լիբանանի եւ Հեզբոլլահի հետ կապված հարցերը։ Նրանք պետք է ավելի շուտ անեին դա։ Բայց դա ձգձգվում է երկար ժամանակ եւ բացասական լույս է սփռում մեր գործարքի վրա, նկատի ունեմ Իրանի հետ գործարքը։ Թրամփը նաև ասել է, որ Իրանի հարստացված ուրանը ոչնչացնելու հարցում չեն շտապում։ ԱՄՆ նախագահի հայտարարությունների ֆոնին Brent տեսակի նավթի գինը իջել է $80, առաջին անգամ մարտից ի վեր։ Ու մինչ Սպիտակ տան ղեկավարը դժգոհում է Իսրայելից, Իրանն իր հերթին պահանջում է, որ նախքան բանակցությունները սկսել է, Իսրայելը դադարեցնի պատերազմը Լիբանանում, քանզի դա ԱՄՆ-ի հետ համաձայնագրի անբաժանելի մասն է։ Իրանի արտգործնախարարն այսօր հայտարարել է, որ Իսրայելի օկուպացիան խախտում է ԱՄՆ-ի հետ ձեռք բերված համաձայնագիրը։ Աբբաս Արաղչին նաև զգուշացրել է, այս պահից սկսած Լիբանանի վրա ցանկացած հարձակում անընդունելի է։ Սա թերևս հուշագրում ամենակարևոր հարցն է, պատերազմի անհապաղ եւ մշտական դադարեցման մասին է հայտարարվում բոլոր ճակատներում, այդ թվում Լիբանանում։ Իրանի գլխավոր դիվանագետը նաև հայտնել է, որ խաղաղության շուրջ ԱՄՆ-Իրան առաջիկա բանակցությունները երկու փուլով կանցկացվեն։ Առաջինում ըստ նրա կքննարկվեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հորմուզի նեղուցի կարգավիճակը, Իրանի ծովային շրջափակման վերացումը եւ Իրանի վերակառուցումը։ Երկրորդում կանրադառնան միջուկային ծրագրին ու պատժամիջոցների վերացմանը։ Այս հարցերը կլուծվեն վերջնական համաձայնագրով։ Ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ հուշագիրն էլեկտրոնային եղանակով ստորագրել են ԱՄՆ նախագահը, փոխնախագահը եւ Իրանի խորհրդարանի խոսնակը։ Թեհրանն էլ հաստատել է, որ հենց Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը կմասնակցի
կմասնակցի Ժնևում հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությանը։ ԱՄՆ փոխնախագահն իր հերթին հայտարարել է, որ փոխըմբռնման հուշագիրը մոտ 1.5 էջանոց է, շատ ընդհանուր փաստաթուղթ է։ Fox News-ին տված հարցազրույցում J.D. Vance-ն ասել է, թե դրանով սահմանվում է, որ վերջնական համաձայնության հասնելու համար 60-օրյա բանակցությունների ընթացքում Հորմուզի նեղուցով նավերի անցումը կլինի անվճար։ Նաև Իրանը պարտավորվում է նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը, այդ թվում մեջբերում եմ ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորումը դադարեցնելով։ Վենսի փոխանցմամբ Իրանը նաև պարտավորվում է միջուկային զենք չստեղծել, ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչներին թույլ տալ վերադառնալ Իրան, որոնք ԱՄՆ-ի հետ Իրանին կօգնեն ոչնչացնել բարձր հարստացված ուրանը։ Նա նաև հստակեցրել է, գործարքը չի ենթադրում ԱՄՆ-ի կողմից Իրանի ուղղակի ֆինանսավորում։ Համաձայնագրում ասվում է, որ եթե իրանցիները իրենց լավ դրսևորեն, եթե պատժամիջոցները մեղմվեն եւ եթե իրանցիներն ինտեգրվեն համաշխարհային տնտեսությանը, մենք կհրավիրենք այլ երկրների ներդրումներ կատարելու նրանց երկրում։ Դա լավ է, բայց միայն այն դեպքում, եթե նրանք կատարեն համաձայնագրի պայմանները։ Չնայած Իրանը պնդում է, որ պատերազմը դադարեցվի նաև դաշնակից Լիբանանում եւ իսրայելական բանակը դուրս գա երկրի հարավից, Իսրայելի վարչապետը հայտարարել է՝ դուրս չեն գալու անվտանգության բուֆերային գոտիներից ոչ Լիբանանում, ոչ Գազայում, ոչ էլ Սիրիայում։ Եվ ես ուզում եմ հստակեցնել, մենք կմնանք այս անվտանգության գոտիներում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է մեր երկիրը պաշտպանելու համար։ Նեթանյահուն նաև զգուշացրել է Իսրայելը ոչ մի դեպքում Իրանին թույլ չի տա միջուկային զենք ստեղծել։ Գործարքով կամ առանց դրա Իրանը միջուկային զենք չի ունենա, ոչ այսօր, ոչ էլ վաղը։ Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, դա տեղի չի ունենա, հայտարարել է նա։ Նեթանյահուն նաև ասել է, որ Թրամփի հետ իրար ճանաչում են երկար տարիներ ու հաճախ համաձայն են լինում որոշ հարցերի շուրջ, իսկ երբեմն ոչ։ Ես պատասխանատու եմ Իսրայելի անվտանգության շահերի համար եւ պնդում եմ, որ դրանք հարգվեն, ասել է նա։ Հայաստան վերադառնանք, բանտի անմխիթար վիճակի մասին ակտիվիստ Արթուր Օսիպյանի հայտարարություններից հետո Նուբարաշեն քրեակատարողական են այցելել անկախ դիտորդներն ու արձանագրել։ Պատկերն իսկապես մտահոգիչ է։ Դիտորդների անկախ խումբը կրկին հազանգում է։ Նուբարաշեն բանտի պահման պայմանները անմարդկային են, հատկապես նկուղային հարկերը, որտեղ տեղակայված են պատժախցերն ու հացադուլավորների խցերը։ Մեղմ ասած անմարդկային վերաբերմունք է եւ ավելի եթե կոպիտ որակենք դա խոշտանգմանը հավասարեցված վերաբերմունք է։ Դիտորդական խմբի անդամներն օրերս այցելել են Նուբարաշենի բանտ, տեսակցել նաև հացադուլ հայտարարած 3 բանտարկյալներին։ Զարուհի Հովանիսյանը պատմում է, որ 3-ն էլ համաձայն չեն իրենց մեղադրանքի հետ։ Մեկն ավելի քան 10 օր է սնունդ չի ընդունում, մյուս 2-ը ավելի քան 1 ամիս։ Թույլ էր, արկած էր, չէր էլ բանանում։ Արդեն իսկ թույլ էր, երբ որ մենք այցելել ենք 26-րդ օրն էր։ Կարծես թե արդեն Ինչու արդեն բանտարկված, ազատությունից զրկված քաղաքացին բանտում պետք է կրկնակի պատիժ կրի։ Հովանիսյանն ընդգծում է, պահման վատ պայմաններով հավելյալ պատժելը խախտում է մարդու իրավունքները եւ պետությունը դրա իրավունքը չունի։ Խցում ջերմաստիճանը շատ ցածր էր եւ խոնավ եւ ստիպված էին եղել խնդրել տաքացուցիչ այս եղանակին, որպեսզի կարողանան առանց կուրտկաների ուղակի պարկել։ Դե հացադուլի ժամանակ նաև շատ լավ գիտենք մարմնի ջերմաստիճանն է փոխվում, ջերմազգայունությունն է փոխվում եւ այլն։ Իրավապաշտպանը նկատում է, եթե մարդկանց հիմնական խափանման միջոցը կալանքը չլինի, Նուբարաշենն էլ ազատ խցեր կունենա ու հացադուլավորներին չեն իջեցնի նկուղային հարկեր, որտեղ ցուրտ է ու մութ, իսկ պատուհան բացելիս էլ խցի զուգարանի հոտին է միախառնվում դրսի աղբի գարշահոտությունը։ Եվ հատկապես Սանհանգույցի տարածքում բավական լուրջ բոլբոսային շերտ պատերին, որը եւս հակասյանի տարեկան վիճակ էր, եղել է նաև իրենց վկայությամբ, որ ջուր է հոսել այդ տարածք եւ չորացրել էին եւ մենք տեսանք նաև այդ շորը, որը գցածվեր հենց դրան առջև, քանի որ եղել էր ջրի արտահոսք Սանհանգույցից։ Օրերս հենց Նուբարաշենից ազատ արձակված արցախցի Արթուր Օսիպյանն էր նաև պատմել հացադուլավորների խցի պայմանների մասին։ Հոտը, կանալիզացի հոտը սպանում է։ Դուրն ենք բացում կանալիզացի հոտն է գալի, պատուհան ենք բացում աղբանոցի հոտն է գալի։ Միակ տարբերակը նրանն էր, որ սիգարետը այնքան ծխենք, որ սիգարետի հոտով այդ հոտը խլացնենք, ոնց որ մոխարամանում նստած լինենք։ Բանտերում դիտորդական խումբը Նուբարաշեն այցի լուսանկարները հրապարակեց այսօր, թեև նախորդ տարիների համեմատ խցերում սալիկներ են հայտնվել, պատերին էլներ, բայց դրանից գարշահոտություն ու խոնավությունը չի վերացել։ Լուսանկարներում երևում են կեղտոտ զուգարանները, ծեփը թափած պատերը, մաշված
հրթատակը։ Նուբարաշենի բանտը պետք է փակվի արդեն 10 տարի հայտարարում են իրավապաշտպանները, բացատրում, որ որքան էլ նորոգվեն խցերը, շենքի խոնավությունը չի անցնում, խողովակները հին են, մաշված, մինչև փակվելը գոնե կարող են մարդկանց նկուղային հարկերում չտեղավորել, մտահոգված է իրավապաշտպանը։ Կիսանկուղային հարկ է, կիսով չափ պատուհանները վերևում, կիսով չափ ինքը ներքևում, լույսի թափանցելիությունը կարելի ասել 0-ական է եւ արևի լույս ընդհանրապես չի թափանցում եւ դա շատ լավ միջավայր է թե խավարասերների, կրծողների, տարբեր տիպի միջատների եւ հիվանդությունների տարածման համար։ Արդարադատության նախարար Սրփուի Գալյանը չնայած ընդունում է բանտերի խնդիրները, բայց անցած շաբաթ պնդեց, բարեփոխումներ են անում։ Մեր քրեակատորական հիմնարկների պայմաններն այնպիսին են, ինչպիսին են, բայց մենք շարունակաբար դրանք բարելավում ենք։ Դիտորդական խմբի վերջին օրերի հաղորդագրություններին ի պատասխան արդարադատության փոխնախարարը պատասխան նամակում Նուբարաշենի բանտի խոնավության խնդրի մասին նշել է, որ բանտը կառուցվել է 40 տարի առաջ խորհրդային չափորոշիչների համաձայն։ Գևորգ Քոչարյանն ընդգծել է, թեև անընդհատ նորոգումներ են կատարվում, միևնույն է օդափոխության բացակայության պատճառով խոնավությունից չեն կարողանում ձերբազատվել։ Փոխնախարարը նաև նշել է, որ կոյուղու խնդրի դեպքում նաև բանտարկյալները մեղք ունեն, այն լցնում են տարատեսակ առարկաներով, նաև հենց դրսի աղբն են կուտակում բանտարկյալները, նշված է դիտորդներին ուղղված նամակում։ Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ հացադուլավորներին արդեն տեղափոխել են բարվոք խցեր։ Ավելի քան 2 շաբաթ է անցել 12-ամյա տղայի օրգանիզմում թմրանյութի հայտնաբերումից, տեսնենք ինչ զարգացումներ կան, արդյոք իրավապահները ունեն հիմնական վարկած, ինչպես է դա տեղի ունեցել։ Ինչ որ ես ասում եմ, լրիվ ճշտություն։ Թմրանյութի ու երեխայի պատմության հետ ոչ մի կապ չունեմ, պնդում է 60-ամյա տղամարդը, որին մեղադրանք է առաջադրվել Օրգովի դպրոցի 12-ամյա աշակերտի օրգանիզմում թմրանյութ հայտնաբերվելու դեպքի առիթով։ Միլիոն %, եթե ես ճիշտ չեմ ունի, արդեն ես նստած կնեի բերդում։ Խափելու բան չկա, եկել են, խուզարկել են, ամեն ինչ արել են, ուզեցել են, կողքից ես չեմ մանում ովա, ուզեցել են, որ սարքեն, բայց չի ստացվել։ Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ մի հոգու են ձերբակալել, հետո քննչականը մեր հարցմանն ի պատասխան հայտնեց, քրեական գործ է հարուցվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության հոդվածով։ Տղամարդու նկատմամբ տնային կալանք կիրառելու միջնորդությունը դատարանը մերժել էր, ու այժմ նա երկրից բացակայելու արգելքի տակ է։ Ես շատ եմ կարում տանից դուրս գամ մնացել, որ իմ ոտը տրոմբ է, ես չեմ կարում շարժվեմ։ Տղամարդը հենց Օրգովում է ապրում, պատմեց, որ անցած 2 շաբթի իրեն ոստիկանները տարել են։ Շաբաթ օրը դատական նիստն է եղել ու ինքն ազատ է արձակվել։ Մինչև այդ մանրամասն խուզարկել են նաև տունը։ Առաջի արգից երկրորդ հար լրիվ մաղաքրել են լրիվ քանդուքարապենարը, ոչ մի բան ոչ գտել են, ոչ իրեն։ Ենթադրվում է, որ հենց այս մարդու մասին էր խոսում ներքին գործերի նախարարը։ Ունեինք անձնույնականացված, բայց կարծես թե փաստերը բավարար չէին եղել, որպեսզի վստահ լինենք, որ տվյալ անձի կողմից է կատարվել։ Պատրաստ եմ, ես ամեն ինչ հիմար պատրաստ եմ նստելու, դատվելու, ցանկացած բանի։ Թող բերեն ապացուցեն։ Օրգովցի տղամարդու պատմելով իր անունը տվել է հենց թմրանյութից թունավորված երեխան, բայց րոպեներ անց փոխել խոսքը։ Կարծում է իրավապահների ուշադրության ներքո է հայտնվել 3 տարի առաջ թմրանյութի հետ կապված մի պատմության պատճառով, որտեղ էլի է պնդում ինքը մեղավոր չէր։ Մազերս կտրել են, տարել են փորձաքննության, որ ես չեմ։ Դասընկերների հետ էքսկուրսիայի մեկնելուց հետո էր 12-ամյա երեխայի օրգանիզմում ծանր K2 տեսակի սինթետիկ կանաբինոիդների խմբի թմրամիջոց հայտնաբերվել։ Օրգովի միջնակարգ դպրոցի 21 աշակերտներ, բոլորը 5-ից 8-րդ դասարանցիներ, ուղևորվել էին Կարին գյուղ կրթական ծրագրով։ Իդեպ մեղադրյալի կարգավիճակ ունեցող օրգովցի տղամարդու որդին նույնպես աշակերտների խմբում է եղել։ Ոչ ոք, բացի 12-ամյա տղայից, էքսկուրսիայից հետո չի վատացել։ Ծնողների պնդմամբ նա տուն է հասել բարձր ջերմությամբ, ուժեղ գլխացավերով, հիշողության խանգարմամբ։ Ես կարծում եմ, եթե երեխան խոսի, ասի, հիշի, այդտեղ մենք այլևս խնդիր չունենք։ Դպրոցի տնօրենն ի սկզբանե բացառում էր, որ էքսկուրսիայի ժամանակ կամ ավտոբուսում երեխան որևէ կասկածելի շփում ունեցած լիներ օտար մարդկանց հետ։ Պնդում էր երեխան առողջ ու ակտիվ մասնակցել է էքսկուրսիային, հարցեր տվել գիդին եւ երեկոյան 17:25-ին նորմալ վիճակում հասել է գյուղ ծնողներին։ Իդեպ ընտանիքում պնդում էին, որ ոչ թե երեկոյան 5-ին, այլ 7-ին է ավտոբուսը գյուղ հասել։ Ինչ է տեղի ունեցել ու որ ժամանակահատվածում։ Օրգովում հույս ունեն, որ իրավապահները կպարզեն, թե
թե ինչ ճանապարհով է երեխային ծանր թմրամիջոցը հասել համայնքում, թե այլ Telegram-ում վաճառքի եղանակով։ Չեմ մոտեցել հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընտանիքի անդամներն ասում են հոգեբանը ասել է, որ դեռևս երեխայի շփումը այլ մարդկանց հետ այդքան չի խրախուսվում, ուղղակի որ ինչ-որ մի բան հանգած չխանգարեմ, ամեն դեպքում շատ ուրախացա, երբ որ տեսա։ Դպրոցի տնօրենը հուսադրող է համարում այն, որ վերջին օրերին տղային տեսնում են դրսում, ենթադրում են դեպի լավը փոփոխություն կա առողջական վիճակում։ Ընտանիքից տեղեկացանք հիշողության խանգարում երեխան դեռ ունի, մասնագետների հսկողության տակ է։ Հիմա առավոտյան Արարատ թենիսի ակումբ իրավապահների անակնկալայցի մասին։ Կա պարակնքումներ, իրավապահների մի քանի ժամվա խորհրդավոր լռություն, որից հետո պարզվեց տարիներով քաղաքային իշխանության հետաքրքրությունների շրջանակում գտնվող ակումբի վարձավճարների պատմությունն է հիմքում։ Այսօր առավոտյան իրավապահներն առանց բացատրության դուրս են հրավիրել Արարատ թենիսի ակումբի աշխատակիցներին ու կապարակնքել դռները։ Դուրս եկեք, հենց հիմա դուք դեպքի վայրում եք, դուրս եկեք։ Այո, գործողություն են կատարում։ Ակումբի համահիմնադիր Էդուարդ Սանամյանը Ծաղկաձորում էր։ Գնացել էր մասնակցելու 18 տարվա ընդմիջումից հետո Հայաստանում մեկնարկած հեղինակավոր միջազգային մրցաշարի։ Տեղ չհասած ստիպված վերադարձել էր։ Ազատությանն ասած, ակումբը միանգամից մի քանի քրեական գործերով է անցնում։ Կապարակնքումն էլ ըստ նրա մի գործի շրջանակներում է արվում, որով իրենք քաղաքապետարանին դատի են տվել։ Սանամյանի պնդմամբ քաղաքապետարանը խախտել է վարձակալության պայմանները եւ պայմանագրով չնախատեսված հիմքերով պահանջում է տարածքի համար ավելի բարձր վճար։ Տարակուսած է, դատարանի վճիռ չկա, ինչ հիմքով են կապարակնքել։ Համ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումով անցնում այս գույքը։ Իմ տեղեկություններով գերական հանրային շահ չկարողացան ճանաչել այդ պատճառով։ Այսինքն այս գույքը արդեն կալանքի տակ է։ Բացի դրանից նաև դատական վեճ կա վարձակալության վճարի մասով։ Այսինքն մենք գտնում ենք, որ ապօրինի կերպով, անհիմն կերպով մեր վարձակալության վճարը փորձում են թանկացնել։ Քաղաքապետարանից ազատությանը փոխանցեցին, խնդիրն իրենց չի առնչվում, քննչական կոմիտեի տիրույթում է։ Այս կառույցից էլ ողջ օրվա ընթացքում մեկ նախադասություն փոխանցեցին, քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական գործողություններ։ Հենց իրավապահների գործողության պահին ակումբում մարզվելու էին եկել Ռուսաստանից Հայաստան ժամանած երիտասարդ թենիսիստներ։ Закрывают почему-то։ Փակում են, չգիտես ինչու, բայց մենք շատ ենք ուզում մարզվել։ Մենք ուղղակի այստեղ Եվրոպայի թենիսի մրցաշարի ենք պատրաստվում։ Մենք չգիտենք ինչ կլինի, մենք այսօր չենք խաղում, ուղղակի մարզվելու ենք եկել։ Բայց կորտեր չկան։ Այսօր կմնանք առանց պարապմունքի։ Մեր խաղերը 3 էին, նաև վաղն է, ու եւս 2 շաբաթ կտևի։ Ակումբի ղեկավարության խոսքով նախկինում տարեկան 8-ից 9 միլիոն դրամ վարձավճարի փոխարեն քաղաքապետարանն այժմ տարեկան մոտ 25 միլիոն դրամ է պահանջում։ Դրան գումարած շեշտակի թանկացել է գույքահարկը, աղբահանության եւ այլ վճարները։ Այսինքն ես ինչ ասեմ, մեր գործունեության սաբոտաժ։ Իմ գնահատականը դա է։ Կարող է մի քիչ հուզականություն կա խոսքերիս մեջ, կարող է մի քիչ բան կա, վրդովմունք կա, բայց ինչ անենք, ես այս տարի ու կեսա 2 տարի է մենք մեր բուն գործունեությունը թողած, ախր 3 օր առաջ ենք վերջին միջազգային մրցաշարը ավարտել։ ITF-ի միջև 18 տարեկանների մրցաշար ենք անցկացնում ստեղ։ 50-ից ավելի մասնակից, 15-ից ավելի երկրների ներկայացուցիչներ։ Վերջում մենք պետք է զբաղվենք մեր տնտեսությամբ, թե պետք է զբաղվենք ինչ-որ բաներով։ Մենք պատրաստ ենք ամեն դեպքում, չենք զլանում։ Քննչական գործողություններ, իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ փորձենք աշխատել, հասկանալու համար ինչ է կատարվում։ Երևանի քաղաքապետարանը դեռ 2023-ին էր որոշել վերակառուցել Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածը, քանդել այնտեղ գտնվող Արարատ թենիսի ակումբի կորտերը եւ տարածքը ճանաչել հանրային գերակա շահ։ Փոխարենը նախատեսվում է նոր կորտեր կառուցել Հաղթանակ զբոսայգում Մայր Հայաստան հուշահամալիրի հարակից տարածքում։ Ակումբը որոշումը վիճարկում է դատարանում։ Ակումբի համահիմնադրի կարծիքով գերակա շահ ճանաչելու շուրջ ձևավորված աղմուկը վերջին շրջանում հանդարտվել է, որովհետև տարածքը այլ քրեական գործով է վեճի առարկա դարձել։ Էդուարդ Սանամյանի հայրը Սամվել Սանամյանը նախկին իշխանությունների օրոք բարձր պաշտոններ է զբաղեցրել ՊԵԿ-ում, Պաշտպանության նախարարությունում եւ ԱԱԾ-ում։ Եղել է նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականը։ 2024-ից Սանամյանն ու նրա ընտանիքի անդամներն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։ Կալանք է դրվել նաեւ Օղակաձև այգում գտնվող Արարատ թենիսի ակումբի վրա։ Երևանի սրտում գտնվող այս տարածքը խեղդվում է քրեական գործերի մեջ։ Ես ինչ մոտիվներ տեսնեմ, հարցնում է Էդուարդ Սանամյանն ու պատմում։ Իսկ
կողքից մեկը գալի ասում է Աննը փոխի ակումբի Արարատը փոխի ես ինչ սարքի այդ հարցը կընկնի տեղը։ Մեկ ուրիշը գալի ասում է քաղաքականապես ինչ որտեղ միտում կա դրատակ։ Գիտեք այնքան շատ ասողներ կան։ Նամանով 24 թվականից հետո ամեն մեկը փորձում էր քաշել իր դաշտ։ Ասել եմ ժողովուրդ ջան հեռու մնացեք էլի։ Թողեք ես նորմալ աշխատեմ։ Բայց դե լավ ես միտում տեսնեմ թե չէ որպես քաղաքացի։ Եթե վարձակալության վճարի հետ կապված նման ռեպրեսիվ մեթոդ է կիրառվում, տնտեսվարողին չեն թողում տնտեսվարողն աշխատի, որպեսզի կարողանա իր հարկեր տուրքերը կարողանա վճարի բնականon կերպով, նախապես մի հատ այդ ապօրինիով անցնում այդ ամեն ինչը։ Ես ինչ որ Երևանում ամեն օր շրջում եմ, նորություններին հետևում, ինչ որ ուրիշ դեպք չեմ տեսել, գիտեք։ Կարեն Դոլուխանյանը, որ այստեղ է մարզվում մանկուց, առավոտյան է լսել կապարակնքվող դռների լուրն ու արագ տեղ հասել։ Նրա խոսքով թենիսի սիրահարներն ու մասնագետները դեռ չեն համակերպվել քաղաքապետարանի որոշման հետ։ Հիմա էլ նոր խնդիր է ծագել։ Ոչ միայն փոքր կենտրոնն է զրկվում, ամբողջ Երևանի մեծ կենտրոնը երբևիցե չի ունենալու թենիսի կորտեր։ Իստեղ հարցը առաջանում, իսկ ինչու պետք է ամբողջ Երևանի, ասենք, երեխաները, բնակիչները զրկվեն այս հրաշալի հնարավորությունից, ինձ թվում է դա նաև մշակութային հարց է։ Դա մշակութային է, դա դաստիարակում է մարդուն այս թենիսի կորտերը մեր հպարտությունն է։ Վերջերս մի ամիս մրցումներ էր միջազգային։ Այդ մարդիկ ուղղակի ասում են, այս դրախտը դուք ունեք ձեր սրտում, ձեր քաղաքի սրտում։ Քրեական մի քանի գործերի կիզակետում հայտնված Արարատ թենիսի ակումբի համահիմնադրի խոսքով քաղաքային իշխանության հաշվարկներն անտրամաբանական են, քանի որ ակումբի եւ ռեստորան սրճարանների գործունեությունը նույն հարթության վրա է դիտարկվում, իսկ թե երբ կբացվեն ակումբի դռները, չգիտի։ Այսքան այս եթերաժամի համար ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։